մի եկեղեցու անդամ էի Ֆլորիդայում, որտեղ նոր կառուցել էին այդ ամենամեծ փողը տվողը ինքը հսկայական մեծահարուստ մարդ էր, հսկայական, խոսում եմ հարյուրավոր միլիոնավոր տեսակի Ֆլորիդայի որերորդ հարուստն էր, հա, ինչ-որ առաջի 10-ի մեջ էր մտնում Էզևիաս։ Այդ մարդը այդ տարիքին ամեն կիրակի գալիս էր եկեղեցի, օգնում էր, չգիտեմ ինչ էր անում, երկու անգամ տեսել եմ ինքը գնացել է զուգարանն ամաքրել, որովհետև մեծ այնտեղ բանի ժամանակ նոր տարվա գիշեր են տոնում, գնում գալիս են զուգարան ասում շատ վատ երևալ արդեն, հա։ Այդ մարդը գնացել է մաքրում էր բաներ անում, այդ գիշերով որտեղից են բան կանչելու, չէ, հավաքարար չկա եւ այլն, այդ կարելի անում էր եւ ծիծաղելի էր արդեն դա, հա։ Ոչ ոք չի սպասում որ դու տենց բան անես բնականաբար, բայց ինքը իր բեբին է, իր երեխեն է, իր բան ազգում դրան, ցավ ազգում դրա համար, պարտականություն ազգում։ Այդ ձևի մարդկանց մոտ չես կարող բաներ խաղաս, այս մարդը ասում են գելա կերել ես գործի մեջ, հա, տենց բաներ չի լինի, դրա համար տենց է լինում։ Մի խոսքով, երբ որ բողոքում են Հայաստանում, Հայաստանի եկեղեցու իրավիճակի մասին, այդ նրանից է, որ այնտեղ մարդիկ այդպես չեն նայում եկեղեցուն, դեռ չեն։ Մանավանդ մի քիչ կրթված ինտելեկտուալ, այսպես ասենք, հա, մարդիկ այդ ընդհանրապես չեն համարում, որ դա իրանց գործն այնտեղ խառնվեն, չնայած հասկանում են կարևորությունը, լավ պաշտպանում են եկեղեցու կարևորությունը արտահայտելով եկեղեցու ուզում են որ ավելի լավ լինի, բայց իրանք մեջ չկան։ Այս առօրյա իմաստով չկան իրանք մեջը, հա։ Մեկ մտածում ես, որ միգուցե պետք է գան ստեղ տեսնեն ոնց է աշխատում, գնան այնտեղ սարքեն, միգուցե պետք է ընտրում ես ռեֆորմ պետք է արվի եկեղեցական եւ ճիշտ է որ եկեղեցականները անեն։ Միգուցե պետք է ընդունեն այս մոդելը, Սփյուռքի մոդելը